ավելի շատ Աստծո հետ խոսենք, քան մարդու։ Չէ, թող մնան, ձյաձարա, Ձյաձարամը 3 Հովանավանքում քաշքշում էր մեր օպերատորին։ Այսօր նա եւ կարգալույց հռչակված Տեր Արամ քահանայի մյուս աջակիցները աղոթքի էին։ Նախկին քահանան նրանց ներս հրավիրեց համերաշխության ու սիրո աղոթքի ասած։ Ստեփան Ասատրյանը նախկին քահանան վանքից հեռանալ չի պատրաստվում։ Այսօր այստեղ 2 պսակադրության եւ մի մկրտության արարողություն կատարեց։ Այսինքն այն մկրտությունը ինչ որ անում է կարգալույց հռչակված հոգևորական մայրաթորի կողմից դա համարվում է անվավեր, իսկեն կամ եղած կամ չեղած, բայց ընտրությունը ձերն է, ով կկատարի։ Ես իրա հետ եմ խոսացել։ Ընտրությունը ձերն է։ Հովանավանքում հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Սարգիս քահանան մկրտության եկածներին բացատրում էր քահանան կարգալույծ է հռչակվել, սակայն նրանք հավաստիացում լսեցին նախկին քահանայից, որ մկրտության վկայական կլինի։ Արարողության ավարտին, երբ հարցրինք, թե որտեղից է վկայական տալու, Տեր Արամն ասաց, իրենք չեն էլ ուզել։ Թե մկրտության ու թե 2 պսակադրությունների արարողությունները, որ կատարեց նախկին քահանան, հսկում էին նրա աջակիցները։ Նրանցից մի քանիսը նաև անարգել ելումուտ էին անում ավանդատան տարածք, ուղեկցում նախկին քահանային։ Վանքի տարածքում նաև բազմաթիվ ոստիկաններ էին ծառայողական կամ քաղաքացիական հագուստով։ Այս տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցուն եւ կառավարության որոշմամբ հաստատված կարգ կա, որի համաձայն ոստիկանությունը պարտավոր է սեփականատիրոջ պահանջով կանխել ներխուժում, այսինքն այդ տարածքից հեռացնել անցանկալի անձին։ Արարողությունների պահին տարածք եկավ Մայրաթորի շահերի ներկայացուցիչ փաստաբան Արա Զոհրաբյանը։ Հովանավանքի սեփականության փաստաթղթերով Ստեփան Ասատրյանը կարող է զբոսնել այստեղ, բայց արարողությունների իրավունք չունի, շեշտեց փաստաբանը։ Ներխուժում է համարվում եկեղեցու խորանում, ատյանում, ավանդատներում որևէ այլ անձի կողմից գտնվելը, ով հայ առաքելական Սուրբ եկեղեցու ձեռնադրված հոգևորական չէ։ Այսինքն Ստեփան Ասատրյանին չի արգելվում այս տարածքում զբոսնելը, նույնիսկ եկեղեցու մեջ մտնելը, սակայն միայն եկեղեցականների համար նախատեսված վայրերում արգելվում է մուտք գործելը։ Ըստ Արա Զոհրաբյանի Մայրաթորը ոստիկանություն դիմում է ուղարկել։ Կարգալույց քահանայի չհեռանալը որակում են ներխուժում, իսկ Կիրակի նրա պլանավորած պատարագը, որին վարչապետն էլ է մասնակցելու, ծեսի խոչընդոտում։ Այդ ծեսի խոչընդոտումը համարվում է քրեական հանցագործում, եւ որովհետեւ մեկով կխոչընդոտի այդ ծեսին, բնականաբար նույնպես կունենա խնդիր օրենքի հետ։ Ոստիկանների հետ բանակցությունը որևէ արդյունք չտվեց, կարգալույց քահանան շարունակում էր պսակել զույգերին։ Զուտ արձանագրում ենք խախտման փաստը, որովհետև ինչպես տեսնում ենք, այստեղ կան բազմաթիվ ոստիկաններ, կան նաև ծպտված ոստիկաններ, որոնք քաղաքացիական հագուստով են եւ նաև հանդես են գալիս իբրև հետաքրքրասեր քաղաքացի կամ համայնքի անդամ։ Բնականաբար մեր խնդիրը կոնֆլիկտ հրահարել չէ, մեր խնդիրը խաղաղ ճանապարհով սա լուծելն է։ Այսօր հայտարարություն է տարածել նաև Մայրաթորը, այստեղ շեշտել են նախկին հոգևորականը իր քայլերով խոչընդոտում է այստեղ ծառայող քահանաների աշխատանքը, պղծում սրբավայրը։ Դատապարտելի է հատկապես վարչապետի աջակցությամբ Հովանավանքում Սուրբ Պատարագի անվան ներքո միջոցառում կազմակերպելու Ստեփան Ասատրյանի հոգեկործան նախաձեռնությունը։ Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից եկեղեցին պառակտելու հերթական փորձ է հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով։ Էջմիածինն իրավապահներին հորդորում է մեջբերում կանխել ապօրինություններն ու ապահովել Հովանավանքում սպասավորող քահանաների բնականոն ծառայությունը եւ սրբավայրի հոգեվոր աղոթական մթնոլորտը։ Այստեղ ծառայող Տեր Սարգիս քահանան, որին 3 շրջապատել էին կարգալույց քահանան ու նրա աջակիցները, այսօր ասաց, որ իրեն հորդորում էին հոգեվոր ծեսեր չանել։ Ինձ հորդորեցին, ասացին, որ այլևս չեն ուզում այստեղ իմ ծառայությունը տեսնել, ես էլ պատասխանել եմ, որ իմ ծառայությունը այստեղ նշանակված է թեմակալ առաջնորդի կողմից։ Կարգալույց եղած կաթողիկոսին չի կարա կարգալույց անել։ Կաթողիկոսը չի կարա կինոյը ասատերան չի տոյի։ Նկարները ունեմ, ապրելու տեղ ունեմ։ Դե կտենաս։ 3 երկարագածոտնի թեմի հոգևորականները եկել էին կարգալույց հոգևորականին ծանուցելու, որ հեռանա վանքից, հանձնի բանալիները։ Նախկին քահանան նրանց ճանապարհեց գնացեք ստեղից բարերով, աջակիցները դավայ ստեղից բարերով։ Այսօր էլ հերթական պսակադրությունից առաջ կարգալույց քահանան հասկացրեց Մայրաթորի ներկայացրած իրավական պահանջին նույնպես ենթարկվել չի պատրաստվում։ Չեմ կարող պատասխանել։ Չունեմ այդ հարցերի պատասխանները։
թող դիմեն ժողովրդին, ժողովուրդը կտա այդ հարցերի պատասխանը։ Ըստ եկեղեցական կարգի պիտի պատարագը մատուցեմ ես։ Իսկ մինչև Կիրակի կտեսնենք ինչ կլինի։ Հովանավանքի քահանա Տեր Սարգիսը Կիրակնորյա պատարագի մասին է խոսում։ Որոշված է, որ ինքը կպատարագի, բայց այսօր ծանուցում է ստացել քննչական կոմիտեից։ Հենց Կիրակի նրան հարցաքննության են կանչել։